Հոկտեմբերի 9-ին Հայաստան ժամանեց Ռուսաստանի Հայերի միության Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը։ Արա Աբրահամյանի այցի առիթը առաջիկա օրերի նախատեսված ֆորումն է, որը կանցկացվի Ռուսաստանի Հայերի միության օրերը Երևանում միջոցառումների շրջանակներում։ Իսկ մինչ նախատեսված ֆորումը այսօր Արա Աբրահամյանը հանդես եկավ ասուլիսով, որտեղ մանրամասնորեն ներկայացրեց Ռուսաստանի Հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում եւ Արցախում ծրագիրը։ Պետք է նշենք, որ արդեն ավանդույթ է դարձել 2001 թվականից յուրաքանչյուր տարի Ռուսաստանի Հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում եւ Արցախում ծրագրի անցկացումը։ Հայաստանի զարգացմանը եւ հզորացմանը, Հայաստան-Սփյուռք բազմակողմանի գործակցության կապերի ամրապնդման եւ զարգացմանը, աջակցել հայ երիտասարդության ստեղծագործական ներուժի իրացմանը, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը։ 2011 թվականին Ռուսաստանի Հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի Հայաստանում ծավալված ողջ գործունեությունը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին։ Հայաստանի անկախության 20-ամյակը մենք տոնեցինք, ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել մեր բոլորին այդ արդիվ, դա մեծ ձեռքբերում է եւ մանավանդ Սփյուռքի հայության համար Հայտարարված է եղել նաև երիտասարդության տարի։ Ծրագրի շրջանակներում ողջ տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, կազմակերպվել միջոցառումներ։ Ռուսաստանի Հայերի միությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը 2012 թվականին նախատեսում է իր գործունեությունը ընդլայնել, ընդգրկելով նաև ոլորտներ, նոր ուղղություններ, հատկապես ուշադրություն դարձնելով զարգացման ծրագրերին, հայ պատմագիտության եւ ազգային արժեքների պահպանության հարցերին։ Արա Աբրահամյանի խոսքով իրենք աջակցում են Հայաստանում անցկացնել ամենամյա ֆինանսական համաժողով։ Ըստ նրա, այդ ծրագիրն արդեն քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Աբրահամյանը նշեց, որ այդ նախաձեռնությունը ստացել է երկրի ղեկավարության աջակցությունը։ Հիմա մենք մշակում ենք այդ ծրագիրը, ես հույս ունեմ վաղը մյուս օրը մենք պետք է նորից քննարկենք Հայաստանի Հանրապետության նախագահի հետ եւ այդ ծրագրի ֆինանսական ֆորումի հետ մենք մեծ հույսեր ենք կապում, որպեսզի ստեղծի մեծ ֆինանսական ամեն տարվա կենտրոն ամբողջ աշխարհի հայության հետ միասին առաջին հերթին եւ այլ ազգերի, ովքեր կցանկանան մասնակցեն այդ մեր ծրագրերին։ Եվ դա այն է, ինչ որ մենք մեր այսօրվա ասում ենք, մեր մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը, դա մեխանիզմներից մեկն է։ Նա նշեց նաև, որ առաջին շրջանում ՌՀՄ-ն եւ Համաշխարհային հայկական կոնգրես կֆինանսավորեն ծրագիրը, որպեսզի այն կայանա որպես կառույց։ Ես անձամբ որպես գործարար մեծ հույսեր եմ կապում այդ համաժողովի հետ, ավելացրեց Աբրահամյանը։ Անի Մարկոսյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյ։